կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ նույնպես, անհրաժեշտ կոնստիտուցիայի առկայության դեպքում պատրաստվում ենք անվերապահորեն համագործել վերհիշյալ բոլոր ուժերի ու անհատների հետ։ Հայաստանը բոլորիս երկիրն է։ Մենք ասում ենք, որ հնարավոր է ընտրությունների միջոցով բան փոխել։ Ուզում եք օրինակ, Վանաձորը ձեզ օրինակ, Հանրապետական կուսակցությանը դարձել ենք Չամչի գրավ Վանաձորում։ Առաջին անգամ Հանրապետական կուսակցությունը իր համամասնական նորաստեղծ ընտրակարգով փոքրամասնություն է Հայաստանի Հանրապետության 3-րդ քաղաքում։ Եթե իշխանությունը իր սովորության համաձայն զորբայությամբ եւ բռնի ուժով նորից կեղծիքների գնա, ապա այս ընտրությունների եւ նրանց մասնակիցների քանակը ու առանձնահատկությունը հաշվի առնելով բողոքողների եւ հրապարակ դուրս եկողների թիվը շատ մեծ է լինելու։ Ներգրավելով անգամ իշխանության շարքերում դաբրոջ ստացածներին, ոչ իշխանականների ղեկավարների կամքից դուրս, նրանց ցուցակներում պարտված տեխնացուներին եւ ընտրությունները անարտար համարող համարյա 800 տեխնացուների մեծ մասին, իրենց թիմակիցներով ազգուտակով։ Կարծում եմ կասկածողներ չկան։ Այսօր ես չեմ հավատում բացարձակապես այն իշխանությանը, այն էլիտային, որը խոսում է թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում է բերելու եւ ամեն տարի 100,000-ներով դատարկում է Հայաստանը մարդկանց ստիպելով հեռանալ Հայաստանից։ Նրանք Հայաստանը տանում են կապիտուլյացիայի եւ մենք նրանց պետք է կանգնեցնենք այսօր, հիմա։ Ես չեմ հավատում փոխզիջումների մասին են խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան։ Ադրբեջանը 7 միլիարդի զենք է առել, որ փոխզիջման գնա։ Իհարկե ոչ։ Հայաստանը չի կարող անմասն մնալ փոփոխություններից։ Փոփոխությունները գալիս են Հայաստան եւ փոփոխությունները գալիս են Հայաստան ելք դաշինքի միջոցով։ Ես այլ ելք չեմ տեսնում ուղղակի։ Չկա այլ ելք։